Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Նա հետախուզման մեջ է գտնվում ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի Սահակյանը խմբի կազմում այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով 2024 թվականի հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։ Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը։ Հրապարակ թերթը գրում է, որ գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների լուրից ցնցված հանրությանը ըստ ամենայնի երկրորդ ցնցումն է սպասվում։ Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգևավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում։ Հետևաբար սպասվում է նաև երկրորդ կիսամյակի համար պարգևատրում։ Չնայած Փաշինյանը որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-ից 8, իսկ Փաշինյանը 14 միլիոն դրամ պարգևավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել, ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել։ Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է մեկ կիսամյակին եւ ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ 2 միլիոն 300 հազար դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն։ Ֆոտոխցիկները ֆիքսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքի կապտուկները Դավոսում։ Նախագահի առողջության մասին քննարկումները միջազգային մամուլում կրկին ակտիվացել են։ Թրամփը մեկնաբանել է այս լուրերը նշելով, որ ձեռքը հարվածել է սեղանին եւ որ նման կապտուկները պայմանավորված են ասպիրինի կանոնավոր ընդունմամբ։ Դավոսում իր հանդիպումների ժամանակ Թրամփը, որի ձեռքը կապտած է եղել, պատասխանել է իր առողջության մասին հարցին, ասելով, որ նա բավականին լավ վիճակում է։ Եթե սիրում եք ձեր սիրտը, խորհուրդ եմ տալիս ասպիրին ընդունել, եզրափակել է Թրամփը։ Հայտնի է, որ 79-ամյա Թրամփը պարբերաբար ասպիրին է ընդունում, որպես կանխարգելմամիջոց սրտանոթային հիվանդությունների դեմ։ Թրիփ նախագծի իրականացումը եւ Ադրբեջանի հաղորդակցությունների բացումը ըստ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ենթադրում են միմյանց ենթակառուցվածքների օգտագործում։ Միանշանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկա համակարգերը կմիավորվեն միմյանց հետ եւ կողմերը փոխադարձաբար նույն պայմաններով կօգտվեն ներմուծման եւ արտահանման հնարավորությունից, հայտարարել է Փաշինյանը։ Խոսելով Թրիփ նախագծի առավելությունների մասին, նա նշել է, թե արդեն կան որոշակի արդյունքներ՝ բենզինի մատակարարում, գնիջեցում, հացահատկի ներկրում Ադրբեջանի տարածքով։ Հայաստանն արդեն ստացել է այդ փոխադարձ օգուտներից մի քանիսը, օրինակ բենզինի գինը նվազել է 20%-ով, սկսվել է ցորենի ներմուծումը Հայաստան։ Միթե սա փոխշահավետ չէ։ Նման հարց է բարձրացրել Փաշինյանը։ Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որը վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ըստ ԱՄՆ նախագահի Հայաստանը Թրամփի երթուղու շրջանակում նահանգներին կտրամադրի բացառիկ երկարաժամկետ իրավունքներ մինչև 99 տարի ժամկետով երթուղու զարգացման համար, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Ամերիկյան կողմը նախատեսում է հողը ենթավարձակալության հանձնել ենթակառուցվածքի եւ կառավարման համար պատասխանատու կոնսորցիումին։ Փաստաբան Ռոման Երիցյանը հազանգում է։ 2 օր առաջ փաստաբանի անչափահաս որդու են առևանգել։ Փորձի դեպքով ոստիկանությունը մինչ այս պահը որևէ գործողություն չի ձեռնարկել։ Այն ինչ տեղի ունեցել մեր փաստաբան ընկերոջ հետ, կարող է տեղի ունենալ բոլորի հետ։ Նրա որդին իր բնակության վայրից դուրս է եկել, շքամուտքից փորձել են գողանալ երեխային, համոզելով նստեցնելով ավտոմեքենա։ Երեխան դիմել է փախուստի, վարորդի իր հետևից։ Երեխային հաջողվել է փախչել։ Հայրը ներկայացել է բաժին, ներկայացրել տեղի ունեցածի մասին։ Երեխան գտնվում է հոգեկան խիստ լարված վիճակում։ Մինչև հիմա ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել։ Պարզաբանում են, թե տեղամասային տեսուչը փորձում է զբաղվել գործով։ Մանրամասնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Մինչև հաջորդ տարվա ավարտը կարծում եմ մենք հանրությանը կվաճառենք մարդանման ռոբոտներ, հայտարարել է Իլոն Մասկը։ Այս իրադարձությունը կարևոր քայլ է ներկայացնում ազգի տեսլականի իրականացման համար ռոբոտաշինության առաջադեմ տեխնոլոգիան առօրյա կյանքում ինտեգրելու միջոցով։ Իլոն Մասկը նաև հայտարարել է, թե այլմոլորակային է։ Նա կատակել է, որ չնայած խոստովանություններին, իրեն միևնույն է ոչ ոք չի հավատում։ Գործարի խոսքով, եթե մարդկանց մեջ այլմոլորակայիններ կան, դա հենց ինքն է։ Նա հիշեցրել է նաև, որ երկրի ուղեծրում շուրջ 9000 արբանյակ կա եւ ոչ մի անգամ մանևրելու անհրաժեշտություն չի առաջացել այլմոլորակային նավի պատճառով։ Մասկը նաև զգուշացրել է, մարդիկ պետք է զգույշ լինեն արհեստական բանականությունից եւ ռոբոտներից, որ հանկարծ Տերմինատոր ֆիլմում չհայտնվեն։ Նա հավանաբար ակնարկել է մեքենաների ապստամբության վտանգի մասին։
Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին։ Գիշերը օդ կրակոցներ երկու կողմերից էլ եղել են, բայց թիրախային կրակոցներ սահմանային դիրքերի միջև ոչ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, նշելով, որ կարող են կայունություն բերել օգնել թոթափել լարվածությունը տարածաշրջանում եւ որ սա արդյունք է, որը կարող են երաշխավորել։ 2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս եւ Սոտքից արևելք ընկած հատվածում։ Մենք դիտարկել ենք եւ այդ միջադեպերը դադարել են։ Միջադեպեր եղել են 2023 թվականի ամռանը Ծավալուն տեսքով Երասխում, Սոտքում, ներքին հանդում 2024 թվականին։ Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին։ Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։ Նա նշել է, թե նրանք առնչառ են, անկողմնակալ եւ միայն Ադրբեջանի տարածքը չեն դիտարկում։ Դիտարկում են նաեւ Հայաստանի տարածքը, հաղորդում թե ինչ է կատարվում Հայաստանի դիրքերում, թե ինչ ամրապնդումներ են անում, ուժեղացումներ եւ նոր ուժեր են ավելացվում զինված ուժերում։ Սահմանում տեսանելի են երկու կողմին էլ, հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։ Նշել է, թե հեռադիտակներից զատ տեսախցիկներ են ունեն, լուսանկարներ են անում սահմանից, արխիվացնում են Հայաստանում արձանագրված տվյալները, Բրյուսելին զեկույցներ են ներկայացնում։ Նա ընդգծել է, թե հիմա ավելի մեծ շանս կա խաղաղության ու ապագայի։ Նորություններ կան, որ նավթով ու գազով գնացքներ են գալիս Հայաստան։ Դա վստահություն են ներշնչում, հայտարարել են ԵՄ դիտորդական առաքելությունից։ Եվ վերջում օրվա տեսանյութ, եզակի կադրեր հայի ժպիտներից։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։